Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 3։ Մտի կարա ինձ վրա և լսիր ինձ, որ մոլորված եմ իմ տրտմությունումը և սուգ եմ անում, թշնամիի ձայնիցը և ամբարշտի նեղացնելուցը, որովհետև անօրենություն են գցում ինձ վրա։ Սաղմոս 55-րդ գլուխ 2-3 խոսքեր։ Այս խոսքում առաջինը, որ նկատում ենք, դա այն է, որ Դավիթը աղոթում է։ Աղոթքը բուժիչ բալասան է ամեն վերքի համար և թեթևացում յուրաքանչյուր բեռի տակ ճնշված հոգու համար։ Երկրորդը մենք տեսնում ենք, որ Դավիթը լալիս է։ Այս կերպ վշտերը որոշ չափով մեղմանում են, մինչդեռ այն վշտերը, որոնք արտահայտվելու հնարավորություն չեն ստանում, ավելի են խորանում ու ծանրանում։ Դավիթը մեծ տագնապի մեջ էր։ Մենք հեշտությամբ կարող ենք պատկերացնել, թե ինչու։ Աբիսողոմի դավադրության բռնկման և ժողովրդի իրենից հեռանալու պատճառով։ Սարսափը պատել էր նրան։ Հավանաբար Ուրիայի հետ կապված իր մեղքի հիշողությունը նույնպես մեծապես ավելացնում էր այդ ահն ու տագնապը։ Երբ մարդը գտնվում է մեղավոր խղճի ծանրության տակ, նա սգում է իր գանգատի մեջ։ Նույնիսկ ամուր հավատացյալներն են երբեմն որոշ ժամանակով սարսափով ու ահով համակվել, սակայն ոչ ոք երբեք այնքան խորապես չի ճնշվել, որքան Սուրբ Տեր Հիսուսը, երբ հաճելի եղավ Աստծուն նրան զարկել և նրան զոհաբերել մեր մեղքերի համար։ Իր մահացու տագնապի մեջ նա ավելի ջերմեռանդորեն աղոթեց, լսվեց և ազատագրվեց։ Եթե մենք վստահենք նրան և հետևենք նրան, ապա բոլոր փորձությունների մեջ կստանանք զորություն ու աջակցություն և կհաղթահարենք դրանք։ Տեսեք, թե որքան էր Դավիթը հոգնել մարդկանց դավաճանությունից և անօրենություններից, ինչպես նաև իր բարձր դիրքի հոգսերից ու հիասթափություններից։ Նա ցանկանում էր թաքնվել որևէ անապատում, հեռու իր ժողովրդի բարկությունից և անկայունությունից, որը մշտապես փոփոխական ու անվստահելի էր։ Նա հաղթանակ չէր փնտրում, այլ հանգիստ։ Նա ցանկանում էր նույնիսկ ամայի անապատ, միայն թե խաղաղություն գտներ։ Ամենաիմաստուն և լավագույն մարդիկ ամենից շատ ձգտում են խաղաղության և հանդարտության, հատկապես այն ժամանակ, երբ հոգնել ու տանջվել են աղմուկից, վեճերից և իրարանցումից։ Սա է պատճառը, որ մահը ցանկալի է դառնում Աստծո զավակի համար։ Այն վերջնական փրկություն է այս աշխարհի բոլոր փոթորիկներից ու մրրիկներից և մուտք դեպի կատարյալ ու հավիտենական հանգիստ։